Պարոն Փաշինյան, խնդրում եմ պատասխանել Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին, որոնք ուղղված են ձեզ։ Խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին, մեզ առաջադրված կեց մեղադրանքներից մեկի համաձայն այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով, ըստ որի 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձևակերպումով, չնայած մեր բերած բոլոր աներկելի ապացույցները եւ փաստերը, դրանից բացի այնտեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում, բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այս ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, ես պատերազմի պլանավորումը սկսում հենց այդ օղակից, որտեղում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայացնեմ ձեր դիրքորոշումը։ Ավարտեցի։ Քանի որ պարոն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ եւ ես չգիտեմ ինչ պայմաններում է ինքը եւ ինչպես է այդ հարցը փոխանցել, իմիջայլոց հետաքրքիր է, որ այս դեպքում ձեզ այդ ընդհանրապես չի հուզում, որ Ադրբեջանից ինչ որ նարատիվներ գալիս են եւ հայտնվում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում, անկախ այդ հարցից մեր հիմնական իմ խնդիրը պարոն Մանուկյանի հարցին Ադրբեջանից հղված պատասխանելը չէ, իմ խնդիրն է եւ մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ պարոն Մանուկյանը եւ մեր մյուս հայրենակիցները գան վերադառնան Հայաստան եւ մենք առերես հանդիպելու եւ իրենց կողմից առաջադրվող հարցերին ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ առերես պատասխանենք եւ մենք հետապնդում ենք այդ խնդիրը եւ ոչ թե նրանց հետ հերրակա հարց ու պատասխանի ժանրի մեջ մտնելը։ Չափազանցելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքների։ Դրանովից մեղսակի դարձնելով ոչ միայն ձեզ, այլև ողջ հայ ժողովրդին։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։